Կարևոր չի թե ինչ տեսակի սուրճ եք սիրում։ Լցրեք ձեր մի գաված սուրճն ու միացեք մեզ։ Միասին գնում ենք սրճային ճամփորդության։ Չէ որ սուրճը պարզապես ըմպելիք չէ։ Այն արարողություն է, գիտություն, արվեստ, մարդկանց իրար մտերմացնելու եւ միացնելու մշակույթ։ Այն հազարավոր ձեռքերով անցած մի յուրահատուկ պատմություն է, իդեալականության ձգտումով։ Օդում գարնան բույր կազգում եք չէ արդեն։ Եվ կա սուրճի անմահական բույրը։ Ինչու՞։ Որովհետև սկսում ենք Համի ուժի 8-րդ եթերաշրջանը մեր շատ սիրելի Armenia TV-ի եթերում։ Վիճակագիրներն ասում են, որ աշխարհի բնակչության մեծ մասը միջինում օրական 1-ից 4 գավաթ սուրճ է ըմպում։ Ի դեպ, կանայք 2 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ։ Ամենից շատ սուրճն ըմպում են Ֆինլանդիայում։ Մեկ անձի հաշվարկով տարեկան 12 կիլոգրամ։ Նորվեգիայում մոտ 9-ից 10 կիլոգրամ, Իսլանդիայում 9 կիլոգրամ, Դանիայում մոտ 8-ից 9 կիլոգրամ եւ մեր մասին, թեև հայերը շատ սրճասեր են, բայց տարեկան միջինում խմում են ընդամենը 1.5 կիլոգրամ սուրճ։ Ամենասրճասերները իհարկե երևանցիներն են։ Բարի օր, Տաթևիկ ջան։ Բարի օր։ Ինձ համար ամենահաճելի փաստն այն էր, որ 12 թվականից դուք որոշեցիք ընտրել սուրճը որպես թեմա ուսումնասիրության։ Ես որպես սուրճ սիրող եմ ուրախ դրա համար, բայց գիտեմ, որ դուք սկսել եք սուրճը խմել հետո, ուսումնասիրությունից հետո։ Այո, ուսումնասիրությունը դրդեց, որպեսզի ես սրճասեր լինեմ։ Ուսումնասիրությունը սկզբում հոբի էր, բայց 2021 թվականին այն դարձավ գիտական մեծ աշխատություն, որովհետև կուտակածս տեղեկությունները եւ այն ամբողջ հետաքրքիր պատմությունները, որ առկա էր ձեռքիս, ուզում էի կիսել նաեւ հայ հասարակության հետ։ Եվ այս ուսումնասիրության արդյունքում ծնունդ առավ նաև ցուցադրություն, որ տեղի ունեցավ Թումանյան թանգարանում միջոցառումների շարքեր, իսկ այսօր արդեն շուտով նաև գրքի տեսքով հանդես կգա։ Անհամբեր սպասում եմ ձեր գրքին, ձեր մակագրությամբ ու հետո թող այդ գիրքը դառնա հատորներ, աշխատությունը տվյալ։ Տաթևիկ ջան, մինչև հասնելը շատ վաղ ժամանակներ, եթովպիա, ես ուզում եմ սկսենք Սովետ Միությունից։ Այն անդույս տարիներին անգամ որևէ մեկիս տանը կարող էր ուտելիք չլինել, կարևոր անհրաժեշտություն պարունակող իրեր չլինեին, բայց լիներ սուրճը, որը էլի մեզ բոլորիս միավորում էր խոսք ու զրույցի շուրջ։ Դա ինչ էր, եկել էր գենետիկ հիշողությամբ, մենք ուղղակի սովոր էինք, թե ոնց էր խորհրդային տարիներին ու մանավանդ անլույս տարիներին, մեր արդեն անկախ Հայաստանի օրերին, մեզ միավորում էր սուրճ։ Իմ ամենասիրելի հարցադրումն է, որովհետև հայրենադարձների մասին պիտի խոսենք եւ պատմական ակնարկը կա այստեղ ձեր նշածով, ինչպես որ մեր գենետիկ հիշողությունն է այստեղ գալիս առաջ եւ հայրենադարձների օգնությամբ մենք 17-րդ դարի այս ավանդույթը կարծեք վերականգնում ենք 20-րդ դարում։ Հայրենադարձները սուրճը ներմուծեցին դեպի հանրային միջավայր, ավելի լայն շրջանակներ սկսեցին ծանոթանալ սուրճի հետ, բայց դրա հետ միասին դա միայն սուրճ լոկ ըմպելիք չէր, դա իր մեջ պարունակում էր, այո, ծիսակարգ։ Այսպես կարող ենք նաեւ անվանել։ Պատկերացրեք սուրճի աղալու ձայնն ու այդ թարմ աղացած սուրճի բույրը լուսաբացին, բայց միշտապեք։ Ամեն ինչ սկսվում է հատիկից։ Պատմությունն այստեղ է, արևի տակ աճող, խնամքով հավաքված, ընտրված ամենալավ հատիկների մեջ։ Ես չգիտեմ ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին, բայց ես գիտեմ, որ առանց սուրճի ես անձամբ չեմ կարող։ Եվ ինչքան լավ է, երբ գտնում ենք սուրճ սիրող, սուրճից հասկացող ու սուրճի որակը նաև ներկայացնող մարդկանց։ Գարուշ Խաժակյանը, պապենական ազգանով Կարապետ Խաժակյանը, հին դերասանական հիանալի տոհմից, այսինքն դերասան պապուց սերած, այդ սուրճի սերն էլ է, չէ՞ Գարուշ, երևի ձեր պապուց գալիս։ Երևի, չի բացառվում։ Վստահ եմ, որտեվ այն թվերի։ Ես 5 տարեկան եմ եղել, որ մահացել է պապիկս, իրան իհարկե հիշում եմ, բայց կոնկրետ սուրճ խմելուց սուտ կլի հիմա որ ասեմ, բայց երևի թե խմել է սուրճ հաստատ։ Մենք կանգնած ենք շատ հետաքրքիր սարքի առաջ։ Այո։ Ինչ է սա, արևելյան սուրճի։ Սա արևելյան սուրճի պատրաստման ավազով
ավազով եղանակով պատրաստման սարք է, հունական է, Լավ այդ բառը ասացիք։ իր հետ ջազվեներ են էլի նույն արտադրող։ Հա։ Ցավոք մեր մոտ արևելյան սուրճը շատ թերագնահատված է, այսինքն մենք շատ ուշադրություն չենք դարձնում, ուղղակի կարող է տենց լցնենք թեյնիկի մեջ, երացնենք եւ մեծ ռեստորաններին տենց է մատուցվում, էլի ցավոք։ Բայց ինքը շատ մեծ, շատ 500 տարվա մշակույթ ունեցող պրոդուկտ է։ Սուրճի հայրենիքը Եթովպիան է։ Հետո սուրճի տնկիները հայտնվել են Եմենում, ապա հայ, հույն եւ հրեա վաճառականների շնորհիվ հասել Եվրոպա եւ գրավել աշխարհը։ Սուրճ խմելու ամենավաղ փաստերը 15-րդ դարի կեսերին Եմենի սուֆիական վանքերից հասել են մեզ, որտեղ սուրճ էին խմում ամբողջ գիշեր արթուն մնալու աղոթքի համար։ Հիմա սուրճն աճեցնում են 65 երկրներում։ Թարմացնող այս ըմպելիքն արտադրողների շարքում առաջատարը Բրազիլիան է, շուկայի 40%-ով, հաջորդիվ Կոլումբիան, Վիետնամը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Հնդկաստանն ու Եթովպիան։ Գիտեք, ես որպես սուրճ օգտագործող մարդ, հենց այդ բազում հարցերի հետևից գնալով հասկացա, որ համյուժում ուզում եմ ստանալ պատասխանները եւ ոչ թե միայն եփելով ու այդ սուրճը խմելով վայելել զրուցակցից, այլև վայելել նրա աշխատությունը, այս պարագային ձեր, որտեղից է եկել առաջին ակնարկը, վկայությունը սուրճի մասին։ Երբ է եղել կամ ով է եղել այդ բարի մարդը։ Հովիվը 850 թվական է հիշատակվում գրականության մեջ, որ Կալդի անունով մի հովիվ իր գառներին արածացնելու ժամանակ կամ երբեմն այծերին հիշատակում են այծերին արածացնելու ժամանակ Եթովպիայում, այո, Կաֆա տարածքում հայտնաբերումը, որ երեկոյան ժամերին այս կենդանիները բավականին ակտիվ վարք են դրսևորում եւ ուսումնասիրելով թե ինչ են ուտում, հավաքում է տերևները, պատրաստում է թուրմ ու երեկոյան խմում է, հասկանում է, որ ինքն էլ բավական ակտիվություն է դրսևորում։ Այս մասին տեղեկացնում է վանահորը, որ նման մոգական ինչ-որ հետաքրքիր տեղեկություններ է բացահայտել, վանահայրը նույնպես ըմբում է ըմպելիքը եւ հասկանում է, որ այն կարելի է օգտագործել վանքում երեկոյան ժամերին արարողակարգերի մասնակից հոգեվորականներին այսպես արթուն պահելու համար։ Որ չքնեն։ Այո։ Այս լեգենդը իհարկե կարծեք թե ինչ որ մի ժամանակահատված լրության մեջ հայտնվեց եւ 13-րդ դարում Եմենը երբ որ տիրացավ Եթովպիային նա վերցրեց նաեւ այս մշակույթը, այսինքն ուժեղի քաղաքականությունը վարեց Եմենը Եթովպիայի մշակույթը վերցնելով ադապտացրեց իր տարածքում եւ սկսեց դառնալ մենատերը։ Ինչ էր անում Եմենը։ Նախ բովում էր սուրճի հատիկը եւ սկսում էր վաճառել սուրճը, որպեսզի հատիկը չաճացնեն այլ երկրներում եւ չհասկանային թե ինչպես է այդ սուրճը ծնունդ առնում, սկիզբ առնում։ Այսինքն Տաթև ջան, ներեցեք, ես ճիշտ եմ հասկանում, որ ի սկզբանե սուրճը չեն եփել բովված վիճակում, այլ բովել են միայն նրա համար, որպեսզի սպանեն նրա աճելու ունակությունը։ Եփել են նաեւ բոված տարբերակով, սակայն հենց այդպես մանրամասներ թե ինչ բաղադրատոմսով էր պատրաստում, ցավոք մեզ չի հասել։ Միայն հասել է այն տեղեկությունը, որ Եմենը բովում էր, որպեսզի մենատիրություն իր ձեռքը լիներ եւ մինչեւ 18-րդ դար կարողացավ պահել այս մենատիրությունը։ 18-րդ դարը բեկում մցրեց, կարելի ասել, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որովհետեւ նրանք կարողացան բացահայտել նաեւ այլ տարածաշրջանների սուրճի առկայության մասին եւ իհարկե սուրճը սկսեց արտահանվել տարբեր այլ երկրներից։ Եթովպիայից բերել են Եմեն, Եմենը այն ժամանակ եղել է Օսմանյան կայսրության մեջ։ Կոչվում է մահանգապարտեզներ, պուճուր սենց բանա, մի 3 շաբաթվա կոֆեի հատիկը ծիլա տալի, դառնա պուճուրիկ ծաղ։ Օ, ծիլերն են տարել։ Ու տնկել են Եմենում։ Եմենում այն ժամանակ շատ լավ ձևով կպել է։ Հենց մոկա պորտն է եղել Եմենում, դրա համար միջև հիմա կա մոկա, արաբիկա մոկա։ Հա։ Հետո կանաչ սուրճը բերել են Զմյուրնիա եւ խարկել են, բովել են։ Ապա բովման պահը, երբ հատիկը վերածվում է բույրի ու խտացնում համիուժը։ Սուրճը տղամարդ է թե կին։ Արաբիկան կին։ Ռոբուստան տղամարդ։ Այդ արդեն հասկացանք։ Գոգոր ջան, մենք այս սուրճերը բովում ենք այս բովարանում։ Այո, սուրճերը բովում ենք այս բովարանում շաբաթական 3-ից 4 անգամ շատ փոքր քանակներով, որպեսզի մեր սպառողին հնարավորինս թարմ սուրճ կարողանանք մատակարարել։ Երբեմն լինում է, որ մեր հաճախորդները մենք հատուկ պահել ենք այս հատվածը բաց, որպեսզի իրենք տեսնեն արտադրական process-ը։ Մենք իհարկե զգուշացնում ենք, որ նոր բովված սուրճը
խորհուրդ չենք տալիս օգտագործել, քանի որ դեռ իր իրական համերը ձեռք չի բերել, այո, պետք է հանգստանա, բայց հենց այստեղ հովանալու ընթացքում մարդիկ տեսնում են ու ցանկանում են հենց այս տարբերակը։ Պատմեք սկզբից ինչ ենք անում։ Սուրճը լցնում ենք այստեղից։ Կանաչ հատիկը նախորդ արդեն կշռված կոնկրետ քաշով լցնում ենք այս հատվածից։ Հետո գալիս է հայտնվում է թմուկի մեջ։ Երբ համապատասխան ջերմաստիճան ենք ունենում այստեղ, Որքանն ամեն է։ սուրճը ունի իր համապատասխան ջերմաստիճան։ Ո՞նց իմանանք։ Ընտրում ենք նախապես, փորձում ենք, հավաքում ենք, բովելուց հետո քափինգ է կոչվում։ Քափինգ ենք անում, որպեսզի հասկանանք ստացել ենք մեր ուզած համը թե չէ, ու եթե ստացել ենք, ֆիքսում ենք պարամետրերը, որպեսզի այն պահին, երբ մենք ուզել ենք դադարեցնենք բովման process-ը ու ստանանք կոնկրետ համ, սրա օգնությամբ ստանանք շարունակի տաքանալ։ Այնուհետև դատարկում ենք հատուկ ամանների մեջ, ամսաթվերը նշում ենք, տեսակները նշում ենք ու ուղարկում ենք պահեստ արդեն հնանալու։ Հասկացա։ Ու որ հանգստանա պահեստ։ Այո, այո։ Եվ ահա հաջորդ կարևոր պահը՝ աղալը։ Սխալ քայլ եւ բույրը կկորչի։ Մի փոքր ավելի նուրբ աղացում եւ էսպրեսոն դառնացած կլինի։ Մի փոքր ավելի կոպիտ եւ այն կդառնա անհամ։ Այստեղ ճշգրտությունն արվեստ է, իսկ արվեստը փորձ։ Ոնց ենք սարքում։ Կարող ենք սարքել հիմա։ Հա, եկեք։ Սա երկու բաժակի համար է, կարող ենք սարքել Ու խմել։ երկուսով, այո, խմել։ Սուրճի շուրջ խոսենք սուրճի մասին։ Ինչ տամ ջուր։ Այո, ջուր եւ սուրճ։ Մեզ պետքա դրա համար ընդամենը։ Սա մենք առաջինը պետք է աղանք, որովհետեւ սուրճը պետք է միշտ լինի հատիկավոր, եթե աղացած է ինքը մի Ու թարմ։ Այո, դե թարմ բովա, թե մի ամիս մոտավորապես մնում է այդպես լավ վիճակում։ Վաու։ Մի ամիս հետո սուրճը սկսում է մահանալ, բայց աղալուց հետո ինքը կարող է, ասենք, 10 րոպեում մեռնի։ Դրա համար միշտ աղում ենք սուրճը խմելուց առաջ։ Ես միշտ եմ այդպես անում, բայց մարդիկ, որոնք առնում են պատրաստի, ոնց իմանան։ Այդ Հիշում եք առաջ մենք ունեինք սենց։ Իդեպ սա չինական է։ Այո, չինացիները արդեն ինչ ուզում անում են։ Այո, ինչ ուզում անում են, իրանք գնել են այս Malgonic բրենդը, որը որ աղացների արքան է, ինքը շատ ուժեղ բրենդ է գերմանական, բայց չինացիները արդեն գնել են սա էլ եւ սա Timor ֆիրման է։ Սա մի քանի, ասենք, պտույտով կարելի է մի բաժակ աղալ, բայց մենք հիմա կաղանք էլեկտրականով, որպեսզի շուտ լինի ժամանակ։ Եթե դուք ուզում եք ձեր նյարդերը ես աղամ, ես պատրաստ եմ։ Ինձ դուր եկավ այս աղացի այս բլթակը։ Ռուտիկ։ Օ, հոտը ոնց եկավ։ Սուրճի բույրը։ Եվ համի ուֆ, ինչ թունդ էր։ Այս սա արաբիկա է։ Այո, մենք Մաքուր։ բոլորը այո։ Այո։ Սարքենք սենց լավ, երկու հատ առանձին որ ավելի համով է։ Ոնց ասեք։ Կոֆե, կաֆե, կոֆի, ղայֆա, ղայֆե, բոլորն իրենց արմատներով ձգվում են կաֆա, այն վայր, որտեղ ըստ լեգենդի առաջին անգամ ծնվեց սուրճը։ Հայերենում այն իր հնչյունական դիմագիծն ունի։ Աճարյանը տեսնում էր սուրճի բնաձայնությունը սեղմված շնչառության մեջ։ Խմելու պես, այսպես։ Սուրճ։ Վենետիկի մխիթարյան միաբանները կարծում էին, թե այն ծնվել է սև ջուր արտահայտությունից։ Իսկ Պոլսի հայերը սուրճն իսկապես այդպես էին անվանում։ Սուրճը անուններով փոխվում է, իհարկե, բայց բույրով եւ հիշողությամբ նույնն է։ Հավերժ եւ թովիչ։ 10 գրամ սուրճին 100 մլի ջուր։ 10 գրամ սուրճին 100 մլի սուրճ։ Սուրճը լցնեմ նոր մի Հա, կներեք, հեսա սուրճ։ Այսինքն մենք հանում ենք քաշը։ Կարուս ջան, ես որտեղից եք սովորել։ Հունաստանում։ Իդեպ Հունաստանում ամենաուժեղ իբրիկ, իրանք ուրեմն քանի որ թուրքերի չեն սիրում մեր նման։ Իրանք ջազվե չեն ասում։ Իրանք ասում են իբրիկ։ Իբրիկ, այդ իրանց ջազվան է։ Այո։ Ու ամենաուժեղ չեմպիոնները, աշխարհի չեմպիոնները հունացիներ են։ Հունաստանում աթենքում միշտ լինում է աշխարհի առաջնություն, բարիստաների, որոնք սարքում են արևելյան սուրճ։ Ու ամեն անգամ նոր ձև են գտնում սարքելու։ Այդ ստուգողները ովքեր, ես ուզում եմ մասնակցել այդ առաջնությանը որպես ստուգող։ Օ,
նախապես խառնում ենք։ Այո, մենակ մի անգամ ենք խառնում։ Լավ։ Ու դնում ենք։ Մի անգամ խառնում ենք մինչև այս ավազի մեջ դնելը։ Հա։ Ինքը մոտարապես 5 րոպեվա մեջ պետք է եփի։ Այսինքն մեր խառնելու պարագայից կախված է իր արագությունը։ Անընդհատ պետք է խառնի։ Գարուշ, այսինքն եթե երկար է եղքում սուրճը, կորչում են իր դառնանում է ինքը։ սիրուն համերը մնում է դառնությունը, այսինքն խտացնում։ Կոֆեինն է մնում, որտեղ կոֆեինը չի վառվում ոչ մի անգամ, ինքը 500 աշնանի տակ է վառվում։ Մի րոպե, արդեն մենք հասնում ենք, всё։ Մեռնեմ, դու մի րոպե թափվում է։ Խառնեք, Գարուշ, թափեց։ Okay։ Երեխեք ջան, ես ձեզ ասեմ, սա շատ լավ, բայց դրա համար պետք է Գարուշ, որը խառնում է։ Ու լցնում։ Հոպա։ Գժություն։ Ոչ վառվել։ Չէ, հիմա ամենակարևորը ինքը հələ եփում է։ Հա։ Ինքը եփում է 3 րոպե, պետք է սպասել։ Քսարի։ Չի սառի։ Վստահ։ Ինքը կլինի այն ջերմաշանը, որը ձեր քիմքը ամենալավ ձևով կընդունի իր լրիվ բույրերը եւ Ես այն վառվող հայ կանանցից եմ, որ վառվելով։ Բասիկ, Գարուշ։ Մի րոպե եկեք հասկանանք, դու բայց բերած ավազի վրա։ Հունական այս մեծ ավազային հարմարանքի վրա մենք հենց նոր եփեցինք, մենք չէ, Գարուշը իր ձեռքով։ Իսկական արևելյան սուրճ։ Իսկական արևելյան սուրճ, որը թերագնահատված է։ Ինչի է թերագնահատված մեզ մոտ արևելյան սուրճը, բարդույթ է երևի։ Որովհետև մենք, այո, առաջինը շատ բարդ է իրան գրագետ ձևով սարքել։ Դե հիմա Պարտադիր չի դեպ ավազով, կարելի է սարքել գազի օջախի վրա։ Երկրորդը, ասենք, մենք չունենք ճիշտ ջեզվեներ։ Ջեզվեները պետք է լինեն Ես ունեմ այն սովետական համով սրճեպներից են ճիշտ։ Թե չի աշխատում։ Սովետական կարող է ինքը ծանր լինի։ Պղինձից։ Պղինձ մեջը արծաթ։ Ինքը անսովոր առնելու ձեր համար, թթվաշոտ առնելու։ Ես ես մի բան ասեմ, ոչ թե որովհետև համի ուժն է, ոչ թե որովհետև սուրճի բույրն է, ու ոչ թե որովհետև Գարուշի մոտ չեմ ուզում վատ բաներ ասել, որտեղ տանտերն է, ընտիր սուրճը, ու լրիվ ուրիշ համյակ հետաքրքիր հետհամ ունի։ Հա, ինքը մենք սովորենք մենակ դառը, չէ՞, կաֆեին, որ ասենք առավոտ մի հատ գլուխը ցամը կոֆե խմում, դա ռոբուստան է։ Ռոբուստան ես հիշում եմ, որ դա տղամարդն է։ Ռոբուստան տղամարդն է, մենք չենք սիրում ռոբուստան։ Արաբիկան կինն է։ Այստեղ իմ հարստության մի մասն է միայն, մենք կարող ենք սկսել այս կողմից, որը ընդամենը վերջերս Օմանից են բերել, սա եգիպտական է, սա արաբական, սա ժամանակակից տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել, սա մաքուր հայկական, իր բոլոր կարևոր խորհրդանիշներով տեսնում ենք Արարատից մինչև մեր սիրելի Նուռ, ընդ որում ժամանակակից կատարմամբ, սա էլի մեր հայկական շեշտադրմամբ գիտեք, շատ գեղեցիկ լավ սրճեպ է։ Սրանք իմ սիրած իտալական մոկա փոտ կոչվող սրճեպներն են, որոնցից յուրաքանչյուրը իր ձևով, իր պատմությամբ, իր զարգացումներով շարժվում է առաջ, սրանք արդեն հատուկ բրենդերի ժամանակակից տարբերակներն են, սրանք մեկ անգամյա մեկ բաժակի համար են, սրանք արդեն 2 եւ ավելի 1685 թվականին Հովանես Աստվածատուրյանը կամ նույն Հովանես Դեոդատը, ինչպես որ աշխարհում ընդունված նրան ասել, հիմնել է սուրճի տունը։ Նա վաճառական չէր, նա իրականում թարգմանիչ էր Լեոպոլդ Կայսեր զորքում եւ բավականին մեծ հաջողություններ էր գրանցել, ծնունդով պոլսահայ էր եւ քանի որ գիտեր թուրքերեն Վիեննայի պաշարման ժամանակ կարողանում է ճողոպրել թուրքական զորքի մեջ, լսել տարբեր տեղեկություններ ու հաղորդել Վիեննայի բանակի զորավարներին։ Եվ արդյունքում նրա այս քայլը հաջողվում է հաղթանակով եւ Վիեննայի պաշարումը, երբ որ դադարում է, որտեղ դա սարսափելի մի երևույթ կլիներ Եվրոպայի կյանքում, եթե Օսմանյան կայսրությունը մուտք գործեր դեպի Վիեննա, կնշանակեր մխրճվել է Եվրոպայի սիրտը։ Սրանով բեկում է մտնում թուրքերի հաջողության մեջ եւ դրանով պայմանավորված Լեոպոլդ Կայսրը
հարցնում է Հովանես Աստվածատուրյանին, վկայակոչվող աղբյուրներն են այդպես նշում, որ ինչ կուզես քո այս մեծ աշխատանքի դիմաց, նա ասում է ինձ փոխանցեք թուրքական նավերը, որոնք բեռնված են սուրճով, եւ խնդրում է տարածք քաղաքի ամենաբանուկ հատվածում, որպեսզի բացի այդ սուրճի տունը, որն այսօր գործում է Դանիել Մոսեր անվանմամբ։ Մեր այն հայ վաճառականները եւ առհասարակ անհատները, որոնք սուրճի տուն էին հիմնում արևմուտքում, նրանք շատ լավ էին հաշվարկում, թե որտեղ կարելի է այդ տարածք ընտրել, դրանք բանուկ են, մոտ էին եկեղեցիներին, խոշոր կենտրոնական եկեղեցիներին եւ շուկաներին, որպեսզի այո, եւ քանի որ լավ հասկանում էին, որ Կիրակի օրերը պատարագ է եւ մեծ թվով մարդիկ պիտի մուտք գործեն եկեղեցի, բնականաբար իրենց գործունեությունը ավելի ակտիվացնում էին։ Նման դրվագի հանդիպում ենք Լոնդոնում, նման դրվագ կա Փարիզում, Սեն-Ժերմեն հրապարակում էր Պասկալը Հարություն Խառուկյանը 1672 թվականին վաճառում սուրճ։ Նա ոչ թե սուրճի տուն ուներ, այլ կարողանում էր շրջել իր աշակերտների հետ միասին եւ բացականչելով սուրճ ըմպելիք, այդպես արտահայտությունը վաճառել այս հետաքրքիր ըմպելիքը։ Այսինքն այն վագոնների պես սուրճի վաճառով։ Այո, երբեմն նաեւ սրճեպները ձեռքին էին շրջում եւ այդպես տաք սուրճ էին մատուցում։ Take away կարելի ասել Այն ժամանակվանից կար։ Այո։ Ինչ հետաքրքիր է։ Հիմա էլ օրինակ Թումանյան փողոցի որ վարում ես, երբեմն երիտասարդ հաճելի գեղեցկադեմ աղջիկները կամ տղաները բերում են արդեն պատրաստի սուրճերը, անցնում են մեքենաների արանքով։ Հիմա եթե մենք նայում ենք, սովորական բան է, չէ՞ թվում դա, բայց մշակույթը որտեղից ուր է եկել։ Եվ մշակույթը կրկնվելու սովորություն ունի, որովհետև նույն վագոն այդպես կրպակները դա 1652 թվականին հայտնի է եղել դեռ Լոնդոնում։ Պասկվա Ռոզը, որին նույնպես վերագրում են, որ ազգությամբ հայ էր, նա իր առաջին սուրճի բիզնեսի այդպես հարթակը հենց նման վագոնից է սկսել, հետո հիմնել է արդեն սուրճի տունը, որը նույնպես կա այս պահին Լոնդոնում գործող։ Իհարկե գինուտուն է դարձել, բայց այնուամենայնիվ առկա է շենքը։ 7 գրամ, 9 բար, 25 վայրկյան։ Թվեր, որոնք ձևավորում են կատարելությունը։ Բայց սուրճի իդեալական մատուցումը միայն հաշվարկ չէ, այլ վերաբերմունք, զգացողություն, շունչ, պահ։ Ոնց եք պատրաստում Գարուժան տան սուրճը։ Ինչ եք խմում։ Ինչ է խմում ձեր կինը։ Ավելի շատ խմում ենք։ Ես ինչ որ խմում եմ, կինս ասում է այո, նույնը։ Ավելի շատ թիթիզ բան է։ Հեշտացրել եք էլի ձեր կյանքը։ Հա, սա կոչվում է Aeropress։ Aeropress։ Այո։ Այդ ինչ էր։ Մի հատ ինժեներ ահորիներ։ Այ մարդ ինչ ասես տեսանք ես այսօրվա ընթացքում։ Էս ինչ է։ Այդ խառնելու բանը։ Սա բումերանգ է, որ սենց շպրտում ես։ Իդեպ մենք Aeropress-ի չեմպիոնատի առաջ տեղն ենք գրավել մեր բարիստան Լիլիթը։ Որպես ինչ։ Որպես գոք, որպես Արագ պատրաստող։ Aeropress ամենալավ ամենահամով, ունենք ոսկի Aeropress, հեսա տվել են։ Չեմ կարող, ես անիմաստ ապրել, ես շատ անիմաստ ապրել ու աշխատել եմ այսքան տարի, որտեղ չգիտեի ինչա Aeropress-ը։ Ես գիտեմ ինչա Phoripress-ը։ Իմաստը սենց է, նայեք, ինչա Aeropress, որտեղ օթով ես դու անում։ Ես ուզում եմ մի բան հասկանալ։ Սա որպեսզի մենք չեփենք, այլ արագ խտանյութը հանենք սուրճից, դրա մասին է Aeropress։ Սա կարող եք անել պիկնիկի, գիտեմ, ասենք, սամալյոտում, նավում, էլի, բայց ինքը շատ համով է, հա։ Պետք է ունակ ֆիլմ։ Սա շատ ավելի թեթև սուրճ առնելու։ Վերջում ուրեմն մի հատ տրենդային շատ product կա, որը որ մենք արտադրում ենք, ինքը drip coffee է կոչվում։ Վաու, ժողովուրդ, մի հատ բան ասեմ, համիուժը ունի մի յուրահատուկ հատկություն։ Լավ մարդկանց բացահայտելու, յուրահատուկ աշխարհներ բացահայտելու եւ շատ ամուր կապեր ձևավորելու։ Եվ սա է համիուժի իսկական ուղին եւ պատմության յուրահատկությունը։
Ճիշտ մատուցված սուրճը ավելիին է արժանի, քան պարզապես ըմպելիք լինելը։ Այն պատմություն է, մի ամբողջ քաղաքակրթության պատմություն, որը պետք է պատմել մեկ գավաթով։ Սուրճի բույրը միշտ ուղեկցել է հայ մտավորականներին, դառնալով նրանց զրույցների, մտորումների եւ ստեղծագործությունների լուռ վկան։ Առավոտյան մի գավաթ սուրճից սկսվում էին գրքերը, հեքիաթներն ու մեղեդիները։ Թավշյա այս խառնվածքը առանց շաքարի կամ խիստ կծու փոխանցում էր նրանց բնավորության երանգները։ Սրճարաններում սուրճը պարզապես ըմպելիք չէր, այլ մտքերի բախման ու նոր գաղափարների փոխանցման լավագույն միջոց։ Մտերմիկ հավաքների ընթացքում այն աննկատ լցվում էր բաժակներից, դառնալով արվեստի ու մշակույթի զարկերակը։ Տարիներն անցնում են, սակայն բաժակ առ բաժակ այս սև ոսկին շարունակում է պատմել լեգենդների, ստեղծագործողների եւ իհարկե նրանց անմոռանալի պատմությունների մասին։ Տաթևիկ ջան, ես հիշում եմ դրվագ Հովհաննես Թումանյանը, որը բացառիկ հյուրասեր անձ էր իրենով, շատ բացառիկ հայ, 1915 թվականին, եթե չեմ սխալվում, Էջմիածնում աշխատելիս իր ամբողջ ընթացքին իր ընկերներ, գործընկեր, զրուցընկերն էր սուրճը, մի քանի կաթիլ կոնյակով, եւ նա հիմնավորում էր դա չվարակվելու համար խմելը։ Այ դա հետաքրքիր է, այդ этаպում արդեն այդ մտածողությամբ էին մեր մեծերը։ Նվար Թումանյանի հուշերում կարդում ենք այդ տողերը, որ հայրիկը ուղակի ոչինչ ուտելու ախորժակ չուներ եւ նա որպեսի առույգ պահեր իրեն, որպեսի կարողանար աշխատել, որ փախնամ իր ծրագիր իրագործեր, նա խմում էր սուրճ, որպեսի արթուն մնալ եւ մեջն էլ կոնյակ մի քանի կաթիլ, որպեսի պահեր իրեն առողջությունը տարբեր հիվանդություններից։ Այս մշակույթը նաեւ Չարենցի կյանքում էլ ենք հանդիպում։ Չարենցը քաղաքային մշակույթի երիտասարդ, նա սիրում էր կոնյակով սուրճ խմել, երբեմն նաև սառույցով սուրճ էր սիրում խմել, այսինքն սառույցի ջուրը պիտի սուրճին ուղեկից լիներ։ Չարենցը սուրճ սիրում էր խմել տուրիստ սրճարանում, եւ այս սրճարանը դարձել էր հայ մտավորականների հավաքատեղի 1920-30-ական թվականներին։ Խորհրդային Միության ազգային անվտանգությունն իր աչքն ու ականջը պահելով այս սրճարանի վրա, Թոթովենցի հուշերում կարդում ենք, որ սրճարանը դարձավ արունարբու գործողությունների կենտրոն, որովհետև նրանք հավաքում էին այս բոլոր տեղեկությունները, ձևախախտում էին, ձևափոխում էին եւ վերագրում էին, որ այս մտավորականները պատրաստում են հեղափոխական ալիք բարձրացնելու մեր ստեղծած պայծառ հայրենիքում։ Եվ դրա արդյունքում այն մտավորականները, որոնք Չարենցի հետ մի սեղան էին կիսել, նրանք ուղղակի ձերբակալվեցին ու արժանացան նույն բախտին ինչ Չարենցը, կամ ուղղակի աքսորվեցին, վերադարձան իհարկե արդեն այլ տրամադրությամբ ու կարելի ասել սրճարան չհաճախելու ցանկությամբ։ Դրա համար մեզ մոտ երկար տարիներ բացատ է նկատվում, մոտավորապես 1935-ից մինչև 1960-ականներ այս սրճարանների մասին տեղեկությունը ընդհատակ է անցնում։ Բաժակը կարող է լինել փոքր, ինչպես թունդ դառը հայկական սուրճը, կամ մեծ, ինչպես լուծվող սուրճի կրկնակի չափաբաժինը։ Բայց սուրճի շուրջ ծավալվող պատմությունները անսահման երկար են։ Սուրճի մասին մեր զրույցն այս անգամ այստեղ ենք ավարտում, բայց հաջորդ անգամ նորից հանդիպելու ակնկալիքով։ Ինչպես ասում են, կոֆե, կենտրոն։